Ողջույն Արագիր Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանին։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Իմ ոտը խերով լինի առաջի անգամ ձեզ։ Շնորհակալ ենք։ Պարոն Ղուկասյան, հանրությունը ձեզ հիշում է դեռևս 2013 թվականի նախագահական ընտրությունների, որի ժամանակ դուք հացադուլ էիք հայտարարել եւ նույնիսկ այդ ընթացքում այսպես մի կատակ էր տարածված, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր դրդեմ, որտեղ կարող էր ընտրությունների ժամկետը երկարաձգվել եւ ձեզ համար դա անդառնալի այսպես հետևանքներ ունենար։ Ինչու այդ ժամանակ այդ քայլին գնացիք։ Դա կատակ չէր, իրականը լուրջ իրադրություն էր։ Տեսեք, 13 թվականի ընտրությունները իմ գնահատականով Հայաստանում, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, լավ կազմակերպված, ճակերտների մեջ վերցնենք այդ արտահայտությունը, ընտրություններ պիտի լինեին եւ վճռորոշ մեր երկրի համար եւ Արցախի համար, որովհետև օրակարգ քաղաքական 13 թվականի շատ լուրջ օրակարգ էր Հայաստանի ըստ էության արժև կանգնած էր ընտրություն եւ հնարավորություն միանալ Եվրոպական միության ասոցիացիան պայմանագիրն էր տրված երկրի արժև եւ նաեւ դա նշանակություն ուներ Արցախի համար, որովհետև այդ ասոցիացիան պայմանագրով ամրագրվում էին եւ մադրիդյան սկզբունքները Արցախի համար, որպես խաղաղ կարգավորման լուծում։ Դա դառնում էր Հայաստանի եւ Եվրոմիության իրար արժեվ պարտավորություններ միջազգային։ Եվ մի շարք այլ ռազմավարական հարցեր։ Մի խոսքով դա Հայաստանի շրջադարձ անելու հնարավորություն էր։ Եվ կար հետևյալ ֆունդամենտալ հարցը. քրեական օլիգարխիան, կոռուպցիոն անցավոր ռեժիմ։ Եվրոմիությունը աչքերը փակում էր եւ ղեկավարվում էր պրագմատիկ քաղաքականությամբ, որ դա երկրորդական գործոն է, կարևոր է աշխարհքաղաքական, այսպես ասած, վիճակ ստեղծել Հայաստանի համար։ Ինձ համար, մի շարք մտավորականների համար անընդունել էր, որ հայ ժողովուրդը ինձ եվրոպական ժողովուրդ է, որ եվրոպական ընտրությունը հայ ժողովրդի պիտի առաջնորդեն մարդիկ, ովքեր որ երկրում համակարգային կոռուպցիան են հովանավորում, ուզուրպացնում են իշխանությունը, մի խոսքով անում են բոլոր այն ամենը, ինչը որ հակառակ է եվրոպական արժեքներին։ Եվ այդ արժեքները պարզապես են սիրողական բաներ չեն։ Պետությունը պիտի այդ սկզբունքների վրա, այդ կարմիր գծերի վրա կառուցված լինի, որ ինքը ունենա զարգացում եւ հաջողություն։ Եվ այդ սկզբունքով է ընտրված Եվրոմիությունում այդ պետականաշինությունը, այսպես ասենք, համատեղ կոլեկտիվ պետականաշինությունը, որով 27 այսօր այն ժամանակ 28 պետություններ կառուցում են իրենց ապագան։ Եվ կար այդ հակասությունը։ Այսպես թե այնպես քաղաքականությունը միշտ հակասությունների վրա է կառուցված։ Իմ անձնական որոշումն էր, այսպես ասած, դեմ դուրս գալ այդ իրավիճակին եւ Հայաստանում տիրող իրավիճակին, որ ընտրությունները ֆեյք ընտրություններ են, գնվում են պարզապես եւ Եվրոմիության գործիչների այդ մոտեցումներին, որ կարելի է աչքերը փակել անցագործների վրա, դուք հիմա տեսնում եք Ուկրաինայում ինչին բերեց այդ քաղաքականությունը, աճացրին եւ արդեն այսօր աշխարհի կայունության եւ խաղաղության վտանգում է նման ռեժիմը Ռուսաստանում։ Այդ ժամանակ եւ Ռուսաստանի նկատմամբ այդպես մոտեցում կար։ Հասկանալի է, որ պայմաններ պիտի լինեն, երբ որ որոշում ես կայացնում այդպիսի քայլ անել, որ ինքը լինի էֆեկտիվ։ Պայմանները հետևյալն էին, որոնք որ առկա էին։ Իշխանությունները վերացրեցին մրցակցության հնարավորություն ընտրություններում, կանխատեսում էին, որ իրենք առանց կաշառք բաժանելու, դրա մասին պարզ ասում էին, կարող են հաղթել, որովհետև Ռաֆի Հովհաննիսյանը որպես ալտերնատիվ թեկնածու թույլ էր։
իր էլեկտորալ կարողություններով իր կուսակցությունը ընդամենը 9% էր ազգային ժողովում 12 թվականին ստացել քվե եւ ենթադրել որ ինքը կարող է այսպես լուրջ մրցակից դառնալ Սերժ Սարգսյանին դա ոչ մի հիմք չկար փոխկապակցված էին Եժակեի անդամությամբ եւ Ժառանգությունը եւ Հանրապետական կուսակցությունը այսինքն կարելի է ասել իրենք մի քաղաքական հոսանքի ուժեր էին եւ կարծես թե այսպես մատուցվեց որ ընտրությունները պիտի անցնեն առանց խախտումների վերջում էլ պիտի պարտվողը շնորհավորի հաղթողին այսինքն չլինի հետընտրական բողոք դա ցավոտ թեմա է Հայաստանի համար եղել այդ պայդրությամբ եւ այստեղ բացվեց հնարավորությունների պատուհան բողոք մատուցելու իհարկե ֆորմատը ենթադրում էր որ պետք է ունենալ նախագահի տեխնացուի կարգավիճակ որովհետեւ ոչ բոլոր հացադուլներին հանրությունը ուշադրություն է դառնում եւ ասեմ ձեզ ակառակը մեր հանրությունը շատ քիչ է ուշադրություն դարձնում նման տեսակի բողոքներին հացադուլը այն գործիքն է որը որ մեկ մարդ կարող է իր ուժերով իրականացնել երբ որ չկա ռեսուրս համախմբել շատ մարդկանց եւ այլն եւ ինչ որ այլ մեթոդներով գործել անհատական դրսևորման համար գործիքը հացադուլն է նախագահի տեխնացուի հացադուլ աննախադեպ բաներ եւ հայ ժողովրդի համար եւ ընդհանրապես քաղաքական մշակույթի համար այսինքն դա ազդեցիկ քայլ կարար լիներ այդ ժամանակ մեր հանրության մոտ կար այդ հարցը որ հասկանալ հնարավոր է հանրային այսպես մտածելակերպի վրա ազդել նման քայլով այսինքն մարդիկ էմպաթիա ունեն թե չունեն բավարար չափով որպեսզի դա իրենց մեջ արտնացնի բողոք նպատակը բողոքական քվեարկություն կազմակերպելներ այսինքն պրոցեսնայ գլասավանիա առանց պայքարի ընտրություններ պիտի ավարտվեին նախարարոք կանխորոշված արդյունքով իսկ այսպիսի անհատական դրսևորումը երբ քաղաքական գործիչը իրեն զոհաբերում է ստեղծում է ժողովրդի համար հանրության համար մարտահրավեր եւ մարդիկ ովքեր որ ըստ էության մինչ այդ նախապես կանխորոշված ընտրությունների նկատմամբ անտարբեր էին դա շանսեր այդ մարդկանց արտնացնելու եւ բերել ընտրատեղամաս որ իրենք դեմ քվեարկեն Սերժ Սարգսյանին Արդյոք կան նախադրյալներ նույն ծայրահեղ քայլին գնալու եւ մասնակցելու եք արդյոք առաջիկա ընտրություններին Այսօրվա մասին այսօրվա իմպաթիան դուք ոնց եք մեր երկրում գնահատում շատ ցածր չէ Չեք կարծում որ գրեթե ոչինչ չի Արցախի կորուստից հետո այդքան կորուստներից հետո մարդիկ այլև այդքան ցավ ապրեցին որ ենթադրել որ նման անհատական դրսևորում կարող է ազդել հանրության վրա կնհայտ է որ այսօր այդպիսի պայմաններ չկան բացի այդ ժամանակ կար եւ ինչպես ասեցի այդ եվրոպական կողմի մոտեցումը այսպես կեղծ հիմքերի վրա հենվելով փորձել Հայաստանում քաղաքականություն կառուցել Հայաստանի հետ քաղաքականություն դա թույլ տեղն էր շատ արագ բացահայտվեց որ Սերժ Սարգսյանը ի վիճակի չի առանց ֆալսիֆիկացիայի ընտրություններ անցկացնել եւ շատ արագ բացահայտվեց որ առհասարակ եւ չկա նպատակ ասոցիացիան պայմանագիր կնքելու Եվրոմիության հետ դա ընդհանրապես բլեֆ էր նախընտրական այսպես փուլում եւ ընտրություններում եվրոպական վերաբերմունքը ապահովելու համար հիմա արդեն ամփոփելով հետ նայելով այդ ժամանակահատվածին նաեւ կարելի է հետեւյալ պնդումը անել որ տեսեք Նիկոլ Փաշինյանը հրապարակեց խաղաղ կարգավորման վերաբերող փաստաթղթերը 13 թվականից ի վեր խաղաղ կարգավորման Արցախի հարցի գործընթացում արմատական փոփոխություն տեղի ունեցավ ինչ առումով Ռուսաստանի նախաձեռնությամբ կողմերին առաջարկվեց որ
առաջի քայլը 5 շրջանների վերադարձը արվի որպես նախապայման, կատարվի որպես նախապայմանի կատարում մինչև համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելը։ Այսօր կարելի է պնդել, որ դա գինն էր Հայաստանի Եվրասիական միություն մտնելը։ Այսինքն Սերժ Սարգսյանը քանի որոշում կայացրեց։ Որոշում համար 1. Ցանկացած գնով հաղթել ընտրությունները։ Հայաստանի պատմությունը լիովին այլ կլներ, եթե Սերժ Սարգսյանը ընդուներ իր պարտությունը, նկատի ունեմ առաջի փուլը ավարտվել էր ոչ ոքի, պետք է լիներ երկրորդ փուլ, որտեղ կանխատեսել էր ժողովրդավարական ուժերի կոնսոլիդացիան եւ հաղթանակը։ Առաջի որոշումը Սերժ Սարգսյանի հայ ժողովրդի եւ Արցախի դեմ եղավ որոշումը ցանկացած գնով իշխանությունը պահել։ Երկրորդ որոշումը եղավ Արցախի գնով մտնել Եվրասիական միություն։ Այսինքն այն, որ ռուսական կողմը այդ նախաձեռնությունը 13 թվականից ի վեր Լավրովի պլանը, այսպես ասած, ներկայացրել էր, ակնհայտ է, որ դա տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ից հետո, եւ դա այն գինն էր, որը որ Սերժ Սարգսյանը համաձայնվեց վճարել Եվրասիական միության կազմ մտնելու համար։ Ընդ որում դա անում էր այն պայմաններում, երբ որ արդեն պարզ էր, որ ակնհայտորեն կոնֆլիկտ է լինելու Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ Ուկրաինայի շուրջ այդ հրդեհը արդեն բռնկվում էր։ Եվ այս պայմաններում նորից եմ ասում, եթե ամփոփենք ձեր հարցը, չհաջողվեց Հայաստանի համար ոչ բարենպաստ սցենարի քաղաքական զարգացումների իրականացնել, հասարակությունը դեռ այն վիճակում չէր, որ կարողանար կանխեր իշխանությունների նման գործողությունները, բայց հաջողվեց կատարել մեծ մոբիլիզացիա, հաջողվեց տապալել այդ միֆը, որ քրեական օլիգարխիան կարող է ոնց ուզում ես Հայաստանը ՊՏՏ ընտրությունները առնի, սաղ իր գրպանը նստած են եւ այլն, էլի։ Հետագայում Սերժ Սարգսյանը երբ որ հանդես եկավ այդ նոր սահմանադրության փոփոխության նախաձեռնությամբ, այնտեղ իր դրույթներից մեկը այն էր, որ հարկավոր է սահմանափակել պատահական մարդկանց մուտքը քաղաքականություն։ Ես կարծում եմ դա անձամբ ինձ էր վերաբերվում եւ 13 թվականի ընտրություններում, որովհետեւ այդ երկար որոնումներից հետո թե ում պատից է իմ բողոքը մատուցվել, իրենք եկան այն եզրակացության, որ դա իմ անձնական սեփական նախաձեռնությունն է եւ այսպես ամփոփեցին, էլի Սերժ Սարգսյանին, որ ասում էին, բա դու ասում ես, որ կոմոդ սախ կոնտրոլի տակ է ընտրությունները, այս ոնց եղավ, որ սենց եղավ, ինքը բացատրում էր, որ պատահական մարդիկ միջամտեցին եւ խանգարեցին, թե չէ մենք սենց ամեն ինչ դզենք, չենք, կստեղծենք ժողովրդավարության տպավորություն եւ այլն եւ այլն։ Դուք հայտնի եք ձեր հակառուսական կամ ավելի ճիշտ այսպես անկախական հայացքներով։ Համաձայն եք, որ Նիկոլ Փաշինյանը ավելի անկախացրել Հայաստանը, ինչպես իշխանության ներկայացուցիչներն են հայտարարում։ Ես կարելի է ասել զբաղեցնում եմ հակապուտինական դիրքեր։ Նիկոլ Փաշինյանը այն քաղաքական գործիչն է աստիս, որը որ վերցրեց իր վրա Արցախի հանձնելու ծրագիրը կատարել։ Այն ինչ որ Սերժ Սարգսյանը այսպես ասած զիջում էր, բայց հնարավորինս փորձում էր հետաձգեր, Փաշինյանը համարձակ, պարզ ճակատով վերցրեց իր վրա պարտավորություն, որ դա կանի։ Ինքը պարզ ասում է, չէ, որ այդ բանակցությունների թոքը կտրելու համար որոշեց մերժել խաղաղ կարգավորման այդ Մինսկի խմբի առաջարկները։ Այսինքն զենք տվեց, իրավունք տվեց Ադրբեջանին հարձակվել Արցախի վրա։ Ու արեց դա գիտակցաբար, արեց դա այն համոզմամբ, որ առանց Արցախի հարցի Հայաստանը ավելի լավ, այսպես ասած, ապագա կունենա, որն է, չէ, ոչ թե ավելի անկախ։ Միտքը հիմքում Փաշինյանի կարմիր գծով անցնում է։ 44 օրյայից հետո մենք ավելի դուք նեղ եք նայում։ Փաշինյանը այն գործիչներից է, որը որ համարում է, որ տեսեք մեր պետության անկախության հռչակման, հռչակագրի մեջ հիմքում դրված է արդարության համար պայքարի գաղափարը։
հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում եւ Թուրքիայում 15-ից 21 թվականներին ճանաչում է միջազգային, դա ինչ է։ Դա արդարության համար պայքարի գաղափարի քաղաքական դրսևորում։ Ինքը առհասարակ ուզում է, որ մեր պետության հիմքից այդ գաղափարը դուրս գա։ Ինքը դա ուզում էր 20 տարի առաջ։ Ինքը դա ուզում էր 30 տարի առաջ։ Հայաստանում կան մարդիկ, որոնք որ գտնում են, որ հնազանդվել Թուրքիայի եւ Ադրբեջանի արչեւ դա ճիշտ է։ Ստեղ տեսեք ոչ թե անկախության մասին է խոսքը գնում, այլ եթե շատ այսպես մի քիչ գույները բանան, խոսքը գնում է, որ Հայաստանը բերել դարձնել Ադրբեջանի պրոտեկտորատ։ Բարի բուն իմաստով արևմտյան Ադրբեջան, որովհետեւ դուք ասեք, եթե Հայաստանի պետության, հայկական պետության հիմքից հանում եք արդարության համար պայքարի գաղափարը, դա ինչ է դառնում։ Դա դառնում է արևմտյան Ադրբեջան, ինչու՞։ Որովհետև Հայաստանը, Ադրբեջանը դա պարսկական նախկին պատմական տարածքներն են, չէ՞։ Քանի դար եղել են Պարսկաստանի կազմում, քանի դար Պարսկաստանն էլ եղել է իր հերթին թուրք կլանների կառավարման հսկողության տակ։ Դե բա էլ ինչ կա, եթե արդարության համար պայքարի գաղափարը դուրս ենք բերում, տակը ինչ է մնում։ Տակը մնում է հնազանդվել, ընդունել, որ սա արևմտյան Ադրբեջանը ու խախանդ ապրել հույսով, որ թույլ կտան մարդու իրավունքներից օգտվել։ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ թույլ կտան։ Նայում է Ադրբեջանին, նայում է այնտեղ մարդու իրավունքների, վիճակին, նայում է Թուրքիային, նայում է այնտեղ մարդու իրավունքների վիճակին եւ համարում է, որ թուրքերի եւ Ադրբեջանի պրոտեկտորատի տակ հայ ժողովուրդը կարող է, այսինքն այստեղ հիմքում գիտեք ինչ է դրված, հայ ժողովրդի մասին այնպիսի պրիմիտիվ պատկերացում, որ հայերին ազատություն հարկավոր չէ, որ հայերին բացի կենսական կարիքների բավարարելու անհրաժեշտություն այլ բան չկա ապրելու համար։ Սա ֆունդամենտալ, սա փիլիսոփայություն է։ Եվ այդ ամեն ինչ մեջ տեղավորվում է սկսած այդ կենսաթոշակների 10,000 հիշում եք, չէ՞ որ ասում են ինչ էր անելու թոշակառուն այդ 10,000-ը։ Հիմա իհարկե ավելացրել է, որ քվեարկեն, բայց դա փիլիսոփայություն է, դա խորքային մոտեցում է եւ սելեկցիա է տեղի ունեցել, հավաքվել են բոլոր այդպես մտածող մարդիկ մի այդ թիմի մեջ, այսօր իրենք, քանի հոգի են, 300, 400, այս վերջերս որ քվեարկում էին, այսինքն Հայաստանին Թուրքիայի եւ Ադրբեջանի արչեւ ծնկի բերելու հայ ժողովրդին աստիճանաբար, այսպես ասած, քայլ առ քայլ անարդարության հետ հարմարվելու, անարդարության մեջ ապրելու, անարդարության մեջ ապրելը անազատ ապրելն է, չէ՞, այսինքն ազատությունից զուրկ։ Եվ այստեղ այո բախվում է Նիկոլ Փաշինյանի եւ իմ հիմնական բան, տեսեք, դուք տենց հարց դրեցիք ռուսական, հակառուսական։ Խոսքը իմ կարծիքով պետք է նայել մյուս բանով։ Քաղաքական գործիչը կողմ է ազատության։ Մարդու ազատության, որ մարդը առանց վախենալու ապրի։ Ազատությունը ինչ է, առանց վախի ապրելն։ Աղքատությունից չվախենա, իր խոսքի ազատությունից չվախենա, իր խղճի ազատությունից չվախենա, որ եւ այլն, էլի դրա համար կարող է պատժվել։ Եվ Հայաստանում այսօր այս ընտրություններում այս հարցն է, հայ ժողովրդի ապագան, հայ ժողովուրդը պիտի ապրի ազատ, թե հայ ժողովուրդը պիտի ապրի անարդարության մեջ անազատ։ Այս հարցն է այսօր դրվում սեղանին եւ սա լրիվ այլ քաղաքական իրավիճակ է, քան այն fake ընտրությունները, որը 13 թվականին Սերժիկը կազմակերպում էր մեր երկրում։ Պարոն Ղուկասյան, թերևս դուք այն ժամանակ հակառուսական կամ ինչպես դուք ասացիք հակապուտինական հայտարարություններ եք անում, բայց համագործակցում եք ռուսական ինչ-որ լրատվականների հետ, եթե ես չեմ սխալվում, հիմական նման համագործակցություն։ Կիսիլովի հետ է ուղիղ Դմիտրի Կիսիլովի հետ համագործակցում ենք, հերարցակում ենք համագործակցություններ։ Դա հայտնի է 13 թվականի ընտրություններում շռնդալեն ռուսական կողմը դադարեցրեց ռադիոկայանների մասով հերարցակման։ Իրենք հերարցակում էին «Գոլոս Ռոսիայի» ծրագիրը։ Դեպ ես ձեզ ասեմ, որ ես չեմ կարծում, որ դա իմ խորհուրդն էր, բայց նաև եւ իմ քննադատությունը կար եւ ես ինչի Կիսիլովին հիմա մեջ բերեցի, որովհետեւ անձամբ իրեն համեմատության մեջ եմ դրել։ Մեր ռադիոկայանը հերարցակել է
եւ «Գոլոս Ռոսիայի» եւ «Ազատություն» ռադիոկայանը։ Եվ ես այդ մարդկանց բացատրում էի, որ ցույց էի տալիս, որ ավելի քիչ միջոցներով ԱՄՆ-ի կառավարությունը Հայաստանում հայերեն լեզվով առաջ է տանում այն քարոզչական, օրակարգը, որը իր համար գտնում է ճիշտ։ Իսկ դուք ռուսերեն լեզվով այդ ամբիցիաներից ելնելով, որ հայերը պիտի հավերժ շնորհակալ լինեն եւ ռուսերենը անպայման մեր սրտերում պահպանեն եւ այլն, հերարցակում եք ոչ ակտուալ գոտիներում Գյումրի, Հրազդան, sense որտեղ որ իրենք ունեին օբյեկտներ, էլեկտորալ աուդիտորիան այդտեղ կազմում 0.1%, դուք ծախսում եք ավելի շատ փող, ուտում եք այդ սաղ փողը իրար մեջ։ Ռուսաստանում չէ, կոռուպցիոն ռեժիմ է, այսինքն եթե պետությունից վերցնում են $100 հեռարձակելու համար, հեռարձակողին տալիս են $1, $99 միջնորդները իրար մեջ այսպես բաժանում են։ Եվ դրանից 1 տարի հետո ծնվեց Russia Today պրոյեկտը, կարծում եմ տեղ հասավ, ոչ թե իմ քննադատությամբ, բայց առհասարակ արդեն հասունացել էր, որ այդ սովետից ժառանգած ծանր քարոզչական մեքենան պարզապես լվացքի մեքենա է փող ծախսելու համար եւ իր էֆեկտիվությունը աշխարհում 0 է։ Իսկ իրենք 39 երկրների համար FM-ով եւ բան ալիքներով մեզ մոտ նաեւ նորադուզում է վերահեռարձակող կայան կա, իրենք էլ էին այդ ռուսական ծրագրեր ամբողջ աշխարհով սփռում։ Միքայել Մինասյանն էր այնտեղ, կարծեմ թե այդ բաներով զբաղվում։ Այստեղ այո, տենց խնդիր կար, ու ես նույն Կիսելովին ասել եմ, որ դուք նաև չեք նայում ում հետ եք համագործակցում, էլի։ Ես քրիտիկական եմ տրամադրված ձեր ղեկավարությանը, Բալոտնիի, այսպես ասած, այդ process-ներին Նավալնիի կողմնակից եմ։ Շնորհակալություն իհարկե, որ հեռարձակում եք ձեր ծրագիրը, բայց այդ ինչ որ դուք անում եք էշություն, էս էր եղել իմ մեսեջը, իրենց միևնույն էր, իրենք թքած ունեին մեր բոլորիս վրա, մինչև հիմա էլ այդպես է։ Իրենք իրենց պետության վրա թքած ունեն, իրենք իրենց ժողովրդի վրա թքած ունեն այդ ռուսական վերնախավը, էլի փողը լինի, մնացածը հեչ, էլի։ Պարզապես Սերժիկը սկսեց աղազանգել, որ էս ինչա բան եւ այլն, քանի որ ես Կիսելովին արդեն նախապես պատրաստել էի, որ աղազանգ լինելու է։ Իրենք այդ հերարցակումը դադարեցրեցին, դրանով ամեն ինչ ավարտվեց։ Այս տարի, անցյալ տարի Տրամպը որոշեց նույնպես դադարեցնել արդեն Ազատության ռադիոկայանի ծրագրերը ամբողջ աշխարհով։ Մենք ի հակառակ Տրամպին շարունակում ենք Ազատության ռադիոկայանի հետ համագործակցել եւ ոչ միայն, այսօր մենք Հայաստանում հեռարձակում ենք Սվաբոդա, ռուսական տարբերակը Ազատության, որը որ շատ կարևոր աղբյուր է ինֆորմացիայի ռուս-ուկրաինական պատերազմում վերաբերյալ այդ իրազեկված լինելու համար, ինչը կարևոր է մեր հասարակության համար, մենք դրա համար նույնիսկ այս պայմաններում համագործակցությունը շարունակում ենք։ Բայց ամփոփելով կարող եմ ասել, ԱՄՆ-ն այսօր սկսում է նմանվել ինչ որ մենք միշտ տեսել ենք Պուտինի մեջ, կարծես թե իրենք ուզում են նման մի համակարգ ԱՄՆ-ում ստեղծել։ Դուք նախկինում հայտնի եք ժամանցային բիզնեսներով ձեր Ֆլամինգո լողափը, Հայ FM ռադիոկայանը եւ այլն, ինչու որոշեցիք մտնել քաղաքականություն։ Քաղաքականության որոշումը 2008 թվականին ես կայացրեցի, այդ ժամանակ Դվին այդ հյուրանոցի համար ես իրավական սպասարկում էի կատարում, ավարտեցի այնտեղ այդ ընկերության առողջացման ծրագիրը, մեծ պարտքեր կար սեփական աշնորհման ժամանակ, շատ կոնֆլիկտներ, 10-ից ավել դատական գործեր միայն պետական ատյանների հետ եւ հարյուրավոր գործեր անհատների հետ, քաղաքացիների հետ։ Այդ ամբողջը ամփոփելուց հետո մոտ իրավական, այսպես ասած, ոլորտում տպավորություն սպես մեծամիտ ստեղծվեց, որ այդ ասպարեզում
ինչին կարայի հասել է։ Ինձ հետաքրքրեց Արցախի кейսը։ Ինչու առաջընթաց չկա խաղաղ կարգավորման տիրույթում։ Ես սկսեցի ուսումնասիրել այդ ամբողջ պատմությունը, ինչպես եղավ, որ այսպես եղավ, եւ 2009 թվականից ի վեր մինչև 2013 այդ հասարակական գործունեություն էի իրականացնում, իրազեկում էի, Արցախում բազմաթիվ սեմինարներ արդեն այդ ժամանակ կար, շատ դժվար էր մարդկանց բացատրել այս իրավիճակը, նույն այդ Մինսկի ձևաչափը մեծ ռիսկեր էր ի սկզբանե ստեղծում, ավելի շատ Արցախի համար, քան Հայաստանի, եւ ես կարևոր էի համարում դա արցախցիներին բացատրել։ Արցախում շատ կոնսերվատիվ, այսպես շատ փակ, սահմանափակ, ներողություն, տուպոյ վիճակ էր, էլի հանրային կարծիքի առումով, եւ շատ այնց ուժեղ չեկիստական հսկողության տակ, բայց այնուամենայնիվ հաջողության մի քանի օրինակ այդ տարիներին եղավ 2010 թվականին Արցախի հասարակական կազմակերպությունները 30-ից ավել հռչակագիր առաջ քաշեցին, որի հեղինակներից մեկը ես եմ, Արցախի խաղաղ եւ ազատ ապրելու իրավունքի մասին, որտեղ որ շարադրված էին բոլոր այն կարևոր իրավական, քաղաքաիրավական հիմքերը Արցախի անկախությունը ճանաչելու համար։ Ես միշտ նախազգուշացնում էի, որ քաղաքականությունը չճանաչել Արցախի անկախությունը վտանգավոր է տեղամ թողնում Ադրբեջանին ունենալ այդ հույսերը, որ կարելի է ուժով Արցախը գրավել։ Եվ կոմպրոմիսը այդ ժամանակ ինչի Սերժ Սարգսյանի հետ, այսպես ասած, սկսեց հակադրություն, Սերժ Սարգսյանը իհարկե պետական գիծն էր պահում, կոմպրոմիսը եղավ Աստանայում 11 թվականին եւ դա արդյունքներ էր Արցախի հասարակական կազմակերպությունների հռչակագրի, որ ստիպված եղավ Սերժ Սարգսյանը ասել, այ եթե Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Դա իրավական առումով միջազգային իրավունքի տեսակետից ճշգրիտ, այսպես ասած, հայտարարություն էր, ինչու։ Եթե կա խաղաղ կարգավորում, կա հրադադար, հրադադարի պայմանը այն էր, որ ի սկզբանե Հայաստանը եւ Արցախը համաձայնվել էին հետ վերադարձնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից գրավյալ ճանաչած տարածքները, դա պայմանն էր հրադադարի 94 թվականի։ Ադրբեջանը համաձայնվել էր դադարեցնել ռազմական գործողությունները։ Հիմա որ ասում են մենք հաղթել ենք 94 թվականին, մենք իրականում հաղթել ենք այն առումով, որ շփման գծի, այսպես ասած, տեղն ենք որոշել, բայց քաղաքական առումով պատերազմը ավարտվեց հրադադարով, որտեղ մենք պայմանը այդ հրադադարի այդ ՄԱԿ-ի կողմից ճանաչված օկուպացված տարածքների 7 շրջանների վերադարձներ եւ Ադրբեջանը դարավ ՀԱՊԿ-ի անդամ, էդ էլ ասեմ, երևի դուք կամ չգիտեք կամ չեք հիշում, այսինքն Հայաստանը եւ Ադրբեջանը հրադադարը կնքելով նաեւ դարան զուգահեռ ռազմական դաշնակիցներ, ինչը тоже абսուրդի ժանրից էր այդ ժամանակվա, բայց միջազգային տեսակետից ստացվեց, որ հայերի ազատագրական պայքարը Արցախում ընդամենը գործիք էր Ռուսաստանի համար իր աշխարհքաղաքական շահերը առաջ տանելու։ Դա օգուտ չբերեց Արցախին։ Մեր մեջ ասած, էլի, դա վատ, այսպես ի սկզբանե վատ լույսի տակ արդեն Արցախը գնում էր հետագա բոլոր այդ էտապներում տպետ եւ հայկական կողմին հաջողվեց բերել մադրիդյան, հասնել process-ը մադրիդյան, ըստ էության սկզբունքները մադրիդյան, դա ինքնորոշման իրավունքի ճանաչումն է եւ այսպես ասած իրավական կողմը հարցի դրանով ամփոփվեց, բայց այդ
ամենը դա հոդվածներ էին, դա սեմինարներ էին, այսինքն դա գործունեություններ, որ ինձ համար ավելի կարևոր էր, քան եւ ռադիոկայանը եւ այդ լողափը։ Դա ընդհանրապես ընտանիքի միջոցներն էին, որով մենք ապրում ենք, բայց 2008 թվականից ես կենտրոնացված էի Արցախի հարցի վրա։ Պարոն Ղուկասյան, դուք կալանավորվել եք եւ ազատագրվել եք Սարիթաղի դեպքերով։ Եթե Սերժ Սարգսյանի գործողություններն ապօրինի էին, ինչու հեղափոխությունից հետո արդարացման վճիռ չեղավ ու մեղավորները չպատժվեցին, ինչը դուք Փաշինյանի իշխանության սկզբնական այս հատվածում պահանջում էիք։ Դատավոր Վարդան Գրիգորյանը այսպես ինքնագլուխ որոշում կայացրեց մայիսի 7-ին, երբ որ Սերժ Սարգսյանը արդեն հրաժարական էր տվել, իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր նշանակվել Սերժ Սարգսյանի կողմից ըստիս։ Մայիսի 8-ին էին հանձնվել է Սերժ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին։ Չի եղել հեղափոխություն 2010։ Ես այդպես ասացի։ Ասացիք Սերժ Սարգսյանի կողմից դեռ վարչապետ։ Մայիսի 8-ին դուք հիշում եք ինչ տեղի ունեցավ։ Իհարկե։ Խորհրդարանում քվեարկություն բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում հանրապետականից 10 թեկանի անդամ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու այդ գործողությունը առանց հանրապետականի չէր կարա լիներ, հանրապետական կուսակցությունը գիտենք բոլորս ժողով է արել, որոշում է կայացրել եւ Սերժ Սարգսյանը նաեւ ասել է, որ պայմաններ է դրել Նիկոլ Փաշինյանի առջեւ, չեք հիշում այդ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, կարծեմ թե ինչ-որ ռեստորանի դեմ նստած հարցազրույց էր տալի լրագրողներին։ Դրա համար եմ հարցնում։ Հեղափոխությունը եկեք եղել է 18 հեղափոխություն ձեր գնահատմամբ։ Չեք նկատել հեղափոխություն։ Ես ձեր կարծիքն եմ ուզում։ Հայաստանում այո տեղի է ունեցել քաղաքացիական անհնազանդություն, որը որ պատրաստվել է տարիներ շարունակ։ Դա էլ դուք երևի կհամաձայնվեք, որ չէ, սկսած Մաշտոցի պուրակից 12 թվականից Էլեկտրիկ Երևան, Ոտքի Հայաստան, աստիճանաբար գալիս էր այդ էլեմենտները նաև գալիս էին 16 թվականի ՊՊՑ գնդի այդ ռազմական գործողություններից զատ քաղաքական հատվածի մեջ էլի։ Եվ 18 թվականին մեր հանրությունը արդեն եւ կրթված էր մեր կողմից եւ հոգեբանորեն նախապատրաստված էր, որ խաղաղ անհնազանդությունը հնարավոր գործիք է։ Այսինքն սա մի բան է, այլ բան է, որ որևէ հանրության դրսևորում, որը որ չի գտնվում այնպիսի քաղաքական ուժերի հսկողության տակ, որոնք որ ազնիվ են, որոնք որ արդար նպատակներ են հետապնդում։ Հեշտությամբ իշխանությունների կողմից, ռեժիմների կողմից, այսպես ասած, քաղաքական արդյունքը նման ընդվզումների չեզոքացվում է։ Նիկոլ Փաշինյանը ըստիս պալատական ընդդիմադիր էր։ Ձևի համար կոռուպցիոն ռեժիմը միշտ պետք է չէ խորհրդարանում։ Պետք է։ Պետք է չէ։ Խորհրդարանում պիտի լինի մի 5-6 հատ ստից պատգամավոր, որոնք որ ընդդիմություն են խաղում։ Նիկոլ Փաշինյանը այդպիսի պատգամավոր չէր։ Խելացի լրագրող եք, մենք հիմա խոսում ենք, ես զգում եմ շատ բաներից հասկանում եք, ի տարբերություն մեր լրագրողների մեծամասնությունից։ Եվ պալատական ընդդիմադիր, այսպես ասենք, հայտնվում է շարժման ղեկին, գլխին, այն մնացած, չէ, հարցեր չեն առաջանում, բայց մնացած այն հանուն հանրապետության բան են գործիչները ուր ցամաքեցին կորան, ինչ եղան։ Ոնց ստացվեց, որ այսպես ստացվեց, չէ՞։ Բայց դա այդպես ստացվեց, դա քայլերի, որոշումների հերթականություն էր, որ այսպես Փաշինյանը հայտնվեց այդ շարժման գլխին միանձյա։ Մեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դրանում նույնպես ունեցան լումա։ Հիմա այդ քոյի գործիչները բարբերաբար ասում են, որ Նիկոլ Փաշինյանը մեզ խաբեց, մենք ունենք Նիկոլ Փաշինյանի հետ, ու դա ճշմարտություն են ասում, գործարք, որ կաջակցեն իրեն Նիկոլ Փաշինյանին, ժողովրդական լեզվով ասեմ, գծերից գցել այդ ժամանակ շատ հեշտ էր,
բավական էր ցույց տալ ինքը ով է հանրությանը մեր հանրությունը շատ կասկածամիտ է բայց որոշում կայացվեց աջակցել այստեղ արդեն միամտությունը մեր այդ քաղաքացիական ակտիվիստների, որոնց մեծ մասը քոյում է հիմա գտնվում կամ, չգիտեմ, հիմա իրենց հետագիծը որտեղ ինչ որ դուրս եկան, ներս եկան եւ այլ այնտեղ միտքը հետեւյալն էր, որ կա անցումային փուլի կոնցեպցիա, ոնց պիտի անցումային փուլը անցնի, նպատակը հասնել ազատ ընտրություններին քաղաքական գլխավոր նպատակը հնարավորություն տալ մեր ժողովրդին մենք ենք տերը մեր երկրի կարգախոսը ինչ է նշանակում դա մի կողմից այդ գիտակցություն ունեցող քաղաքացին է մյուս կողմից ազատ ընտրություններ երկուսն էլ պիտի լինեն Նիկոլ Փաշինյանը այդ ծրագրի մեջ մի կետի հետ չհամաձայնվեց այդ քաղաքացիական ներկայացուցիչների եւ առհասարակ տեսությունը ասում է որ շարժման ղեկավարը չպիտի ինքը դառնա անցումային կառավարության վարչապետ դա պիտի լինի մի այնպիսի չեզոք մարդ հանրության կողմից ճանաչված հեղինակավոր ում վստահում են բոլորը բայց շարժման գործիչը որը որ այդ պահին այսպես ասած էյֆորիայի պոտենցիալ ունի ինքը չպիտի լինի անցումային կառավարության ղեկավար քանի որ կար այն գլխից երևի որոշում Նիկոլ Փաշինյանը դրա հետ չէր կարա համաձայնվեր նույնիսկ դեք պատկերացնում եք ինչ որ չոլում նստած են կրակի մոտ խոսում են իրենք հələ Երևանից ուր բան քննարկում են իշխանապողության սկզբունք Նիկոլ Փաշինյանը ասում է չէ բան էլի համաձայն չեմ պիտի ես լինեմ վարչապետ դա առնվազն ծիծաղալի է չէ պատկերացեք Սևան կամ չգիտեմ Չարենցավան որտեղ էլի այդ քաղաք չասած բայց այնուամենայնիվ ընդհանուր կոմպրոմիսի եկան կողմերը նրանով որ մի շարք փոփոխություններ պիտի արվեն այդ թվում լյուստրացիան բնականաբար կուսակցությունների մասին օրենք եւ այլն այսինքն այն ինչ որ քաղաքական համակարգը պիտի ձևավորի Նիկոլ Փաշինյանը այդ ամեն ինչը այսպես ասած զրոյացրեց ընթացքում քոն հայտնվեց երկիմաստ վիճակում այստեղ իմիջային առումով ինձ թվում այնպիսի կորուստներ կրեց որ հիմա ստիպված են դեմ ենք բոլորին դրոշակով հանդես գալ որտեղ քաղաքացու որոշումը փաստորեն 18 թվականին եթե նկատի ունել իրենց որոշումը աջակցել պալատական ընդդիմադիրին երկրում իշխանապողություն կազմակերպելու համար դա շատ թույլ որոշում ինքը ունի իր եւ պլյուս արգումենտները եւ մինուս չեմ կարող ասել որ դա այսպես շատ նու կյանքը բայց ցույց տվեց որ դա սխալ որոշում էր Պարոն Ղուկասյան, դուք 2014-ին, եթե չեմ սխալվում, կոչ էիք արել, որ ներողություն ես այդ հարցին վերջացնեմ, դատավոր Վարդան Գրիգորյանը պարզապես ինքնագլուխ որոշում կայացրեց ինձ կալանքից ազատ արձակել։ Այն վիճակում, երբ որ Սերժ Սարգսյանի ազդեցությունը 0 էր, իսկ Նիկոլ Փաշինյանը հələ դեռ պաշտոնապես վարչապետ չէր։ Սա մի էլեմենտ էլ ուզում եմ ասեմ, որովհետև հիմա տակ գրեն հարցազրույցի ինչ անշնորհք մարդ ես, քեզ Նիկոլը ազատեց բանտից, դու էլ դեմը խոսում ես, sense փիս բաներ ես ասում։ Սասնացրերը այսօր բանտում են։ Եթե դատախազությունը հնարավորություն ունենալ ինձ տանել բանտ, ես էլ բանտում կլինեի։ Քրեական գործը առ այսօր հետապնդումը շարունակվում է, ինչի է շարունակում ձեր հարցի պատասխանը, որովհետև այդ իրավահաջորդությունը իշխանության, որի մասին խոսացինք, ենթադրում էր, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած այս քրեական հետապնդումները Սասնա-Ծռերի նկատմամբ պիտի շարունակվեն ու շարունակվում են։ Այդ թվում եւ իմ դեմ այդ քրեական գործը։ Եթե մինչև այսօր ազատության մեջ եմ եւ խոսում եմ, դա իմ շնորհքն է, որ ես պայքարում եմ այդ քրեական գործի դեմ, բայց ոչ թե որովհետեւ մեր երկրում Նիկոլ Փաշինյանը բարի դյադյան եկավ ասեց դե լավ ազատ արձակենք կամ ինչ որ բան անենք, չէ, այդ տղաները Վարուժան Ավետիսյանը եւ այլն որտեղ են
Բարաշենում հիմա նստած են։ 2014-ին դուք կոչ էիք արել, որ Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Ռաֆի Հովհաննիսյանը հայտարարեն ժամանակավոր կառավարություն ձևավորելու մասին, իսկ Գագիկ Ծառուկյանը ղեկավարի մարդկանց քաղաքացիների այն խումբը, որը կկալանավորի Սերժ Սարգսյանին։ Հիմա հետ հայացք գցելով ինչու դա տեղի չունեցավ։ Հակառակ տեղ ունեցավ 15 թվականին դոքսին Գագիկ Ծառուկյանին, չէ՞։ Ինչու դա տեղի։ Հիշում եք այդ փետրվար ամսին հայտնի Հովիկ Աբրահամյանի արտահայտությունը այդ հանրապետական կուսակցության խորհրդին ինչեր իմ գնահատականն այդ ժամանակ այդպեսին դե Կարիակի մասին լսել եք այդ վաղտ այդ դրոշակներ ծածանվում որ Կարիակը պիտի ինչ անի ինչ պիտի աներ Կարիակը բայց ինչու ձերես կոչես կանխատեսում ասեմ տեղի չունեցավ ինչու չեղավ դա եղավ դրա հենց ճիշտ հետևանքը դա դոմփելներ Գագիկ Ծառուկյանի որովհետև դա ակնհայտ էր Լևոն Տեր-Պետրոսյանն էլ էր դա ասում որ այդ քրեական օլիգարխիայի մեջից այդ պահին Գագիկ Ծառուկյանը այն ներկայացուցիչներ որը որ կարող էր ընդվզեր դա մոդել էր երբ որ քրեական օլիգարխիայի մեջ առաջանում է պարակտում եւ քրեական օլիգարխիայի մի մասը որոշում է պետությունը բերել օրինական ռելսերի վրա Պսի բաներ լինում են քաղաքական պատմության մեջ եւ այստեղ այո Գագիկ Ծառուկյանի վրա շեշտ կար ինքն էր քրեական Ռաֆի Հովհաննիսյանը քրեական օլիգարխիայի ներկայացուցիչ չէր եւ այլն այսինքն պիտի այդ բանդիտներից մեկը այն մյուս բանդիտներին ասեր խզում եմ պայմանագիրը ոչ միայն ես եմ դուրս գալի քրեական օլիգար ձեր կնքած այս պայմանագիրը դե քրեական օլիգարխիայի պայմանագիր ինչ է ոլորտների բաների բաժանման անօրինական պետության մեջ պայմանավորվածություն որի երաշխավորը նախագահն էր 30 տարի այդպես են կապրել էլի Պատճառներ ինչի Գագիկ Ծառուկյանը հայտնվեց այդ դերում նախապատրաստել էր Լևոն Տեր-Պետրոսյանը այնքան էր այսպես ժողովրդական լեզվով ասած խուդուտ տվել Գագիկ Ծառուկյանին չէ այդ քարյակով բանով եւ այլն որ այո ձևավորվել էր դասավորություն որտեղ որ կամքի դրսևորում էր հարկավոր Եվ ես իմ կարծիքը այդ ժամանակ այդ կոչը ըստ էության ինչի համար էր կամային հաղորդել այդ process-ին օժանդակություն եւ կամային ինչ որ էներգիա հաղորդել Ծառուկյանին, որ ինքը լինի վճռական։ Սա կարևոր է, որովհետեւ հիմա նորից հետ վերադառնանք Նիկոլի եւ նիկոլիզմի կոնցեպցիային, որ հնազանդությունը փրկությունը։ Ծառուկյանը հետ քայլ արեց, չգնաց վճռականորեն մինչև վերջ եւ իրեն դոմփեցին։ Այսինքն այդ դա նիկոլիզմի դրսևորում է, որ եթե մենք հնազանդվում ենք անարդարության կամ չարի առջև, մենք դրանով փրկվում ենք, չենք փրկվում։ Հեսա Գագիկ Ծառուկյանի 15 թվականի օրինակը։ Իհարկե Գագիկ Ծառուկյանը շարունակեց լինել Գագիկ Ծառուկյան եւ այլն, բայց կոնկրետ այդ քաղաքական իրավիճակում ինքը տուժեց։ Ինքը ստիպված եղավ, չէ, թողնել կուսակցության նախագահի պաշտոնը, դուրս գալ քաղաքականությունից, իմիջային կորուստներ ունեցավ եւ այլն։ Իսկ հիմա կներեք պարոն Ղուկասյան, հնարավոր է միանալ այս մարդկանց ու Ծառուկյանին կոչ անեք, որ արդեն Նիկոլ Փաշինյանին ձերբակալի։ Մարդ որ Սերժ Սարգսյանին իսկապես ուներ ռեսուրս, այսպես ասած, սանձելու։ Ու դա չարեց։ Հիմա երբ որ ամբողջ աշխարհը մեր գլխին հավաքվել է Հայաստանում այս անարդար վիճակը ֆիքսելու համար, Գագիկ Ծառուկյանը ինչ անի։ Ռեսուրս գործիքները միշտ տեսեք երբ որ ինչ-որ մի գործ ես անում, չէ՞, տարբեր տեսակի սվերլոներ կան, տարբեր տեսակի չագուճներ կան, ամեն մի բանի համար պիտի իր գործիքը չէ ծառայի, քաղաքականության մեջ էլ է այդպես, քաղաքական գործիչները գործիքներ են, մենք բոլորս, ես էլ այդ տեսակետից ինչ-որ գործիք եմ, քաղաքական պրոցես, քաղաքական շենք կառուցելու համար,
Եվ ամեն մի գործիքը պիտի ճիշտ օգտագործվի, որ արդյունք լինի։ Եթե ամեն մի պահը դա ստանդարտ բաներ չեն, էլի։ Ձեր ասացի մեջ մի քիչ են բան կլիենտական բան կա։ Եթե Ցարուկյանին սիրում ես, ուրեմն հա կամ եթե ասել ես, ուրեմն սիրում ես, եթե սիրում ես Սահակյանք պիտի հետևես, չէ, դա վերաբերվում է այն մարդկանց, որոնք որ ազատ չեն իրենց քաղաքական կուրացիայի տակ են գտնվում։ Հայաստանում դուք իրավացիք մեծ մասը քաղաքական գործիչների, հասարակական գործիչների կուրացիայի տակ է գտնվում, այն պարզ պատճառով, որ ազատ գործելու համար պիտի համ գիտելիք ունենաս, համ էլ չասեմ ինչ, էլի։ Եվ ընտանիքդ պիտի ամուր լինի, մեջքիդ կանգնած, ամենակարևորը։ Չեղավ դու չես կարող ազատ քաղաքական գործիչ լինես Հայաստանում։ Հայաստանում մարդիկ բուդկա չեն կարող դնեն առանց մեջ կռիշ գտնել։ Պատկերացնում եք քաղաքականության մեջ առանց կռիշի, չէ, կուրատորը նաև կռիշ է։ Խեն գնում իրենց համար, մի կողմից կա այդ երևույթը, որ կոմպրոմատ են հավաքում գործիչների վրա եւ այլն իրենց դնում են ինչ որ բանի շրջանակի մեջ, բայց ես ասեմ 90%-ը իրենք են գնում մանգալի ինչ որ մեկին, որ իրենց դառնա կուրատոր, ուղղություն տա եւ այլն, չէ՞։ Այդպես է այդ աշխատում։ Ես ազատ քաղաքական գործիչ եմ, ամբողջ քաղաքական կենսագրությունը դրա մասին է։ Եվ այսօրվա իրավիճակում Ցարուկյանի մասնակցությունը ընտրություններում, չգիտեմ ինքը ինչ տեսլական է հետապնդում, բայց իմ կարծիքով Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ցարուկյանը նույն էլեկտորատը պիտի տրոհեն իրար մեջ։ Եվ դա համապատասխանում է այսպես ասեմ, այս ընտրությունների ճարտարապետությանը։ Այս իշխանությունը պնդում է, որ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են ռուսական ազդեցությունը, այսպես ասած, վերականգնել Հայաստանում։ Դուք համաձայն եք այս հայտարարությամբ։ Ինչ ա եղել ռուսական ազդեցությանը։ Դե իրենք ասում են, որ ռուսական բազան հեռացրել են, իրենք ուզում են հետ բերեն, երկաթ գծերը վերցրել են, ուզում են հետ բերեն, ինչն են ուզում, մի բան, որ հա կարելի է ասել ռուսական այդ պագրանիչնիկներին հետ բերեն օդանավակայան, նու դա ռուսական կողմը չի ուզենա, էլի, կարծիքով, ինչի մասին է խոսքը։ Դա հենց նենց դա պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական կուրացիայի, այդ իրենց ԿՊ-ն ռուսական կուրացիայի տակ չի, իսկ Քոչարյանը, Ցարուկյանը, Կարապետյանը դե ակնհայտ է, դրանք ռուսական կուրացիայի տակ են։ Ես էլ ասում եմ, իրենք բոլորը ռուսական կուրացիայի տակ են։ Այնտեղ չկա մարդ, որը որ կուրացիայի տակ չի, որպես սկզբունք ազատ գործիչ չկա, իրենք չեն որոշում, իրենք վաղը ինչ են անելու։ Թվարկածներից յուրաքանչյուրը։ Դա մեկ, իսկ երկրորդը բոլորի պապան նստած է այնտեղ Մոսկվայում։ Այստեղ նաև Նիկոլ Փաշինյանի։ Առաջինը Նիկոլ Փաշինյանը, մենք շոշափեցինք այդ հարցը, Արփինե։ Ոչ, ձեզ թվում է այդ խելացի միտքը ներողություն, այդ խելացի միտքը հանձնել Արցախը Ադրբեջանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին հասանելի չէր։ Այսինքն իրենց ասենց այդ ինտելեկտուալ կարողությունների մեջ դա չէր մտնում, որ տենց կարելի է պրոստը հարմար գնով Արցախը ծախել ու լավ ապրել։ Ձեզ թվում է դա հասանելի չէր իրենց։ Նիկոլ Փաշինյանը եկավ այդ բանը բացահայտեց։ Հա? Այդպես եք մտածում։ Նիկոլ Փաշինյանը այն միակ Հայաստանում քաղաքական գործիչն էր, որ ռուսական պատվերը կատարեց։ Այսինքն ավելի ռուսական կուրացիայի տակ գտնվող մարդ կատարեց սեփական ժողովրդի դեմ 4200 մարդ զոհված եւ անհայտ կորած, 150,000 մարդ հայրենիքը կորցրած։ Ով կաներ դա։ Դա Նիկոլ Փաշինյանը եզակի է։ Ինքը աշխարհում դրանից կարող է երկրորդը չգտնենք։ Երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ չէ, կիրթ եւ աշխարհ տեսած մարդ գնահատական է տալիս Նիկոլ Փաշինյանին, Նիկոլը նեղվում է այնտեղ իրենք այդ լեզվակռիվ են մտնում են լակոտ մակարդակով էլի, բայց էությունը չէ։ Հայ ժողովրդի պատմության մեջ նույնիսկ հա կան ինչ որ օրինակներ եւ այլն Նիկոլ Փաշինյանի նմանը չկա, դժվար է գտնել եւ ինքը միակ
գործիչն է, որը որ համաձայնվեց այդ կատարել ծրագիրը քայլ առ քայլ Արցախը հանձնել Ադրբեջանի հսկողության տակ։ Իսկ հիմա զբաղված է ինչով արդարացնել էթնիկ զտումը Արցախում, չէ՞։ Էդ էլ իր գործ, այդ ինքը այտենց ռուսական կուրացիայի տակ չի անում ձեր կարծիքով։ Ինչու է տպավորություն ստեղծում, որ արևմուտք է գնում։ Որովհետև այստեղ պարզ է, Չնայած, որ որ այս պատմության մեջ հայտարարեց, Ռուսաստանի վարկանիշը տեսեք, այստեղ էլ ֆունդամենտալ հարց կա։ Շուտկի ինչքան էլ մեր ժողովրդի մասին կարող կողքից մտածեն, որ հավեն էս հայերը, էլի, բայց այդպես չի։ Երբ որ մեր պետության հիմքում դրվեց արդարության համար պայքարի գաղափարը, հասկանալի էր, որ Հայաստանին հարկավոր է դաշնակից։ Դա ամբողջ ժողովուրդը հասկանում է։ Ոմանք գիտակցում են, ոմանք ենթագիտակցության մեջ, չէ՞, եւ այդ մոդելը, որ Ռուսաստանն է Հայաստանի դաշնակիցը արդարության համար պայքարում, դա կայուն պատկերացում էր։ Հիմա ասեք 23 թվականից հետո կարա դա մնար այդ պատկերացումը։ Իչիկ դարավ, չէ՞։ Ինչքան էլ Պուտինը օրը 24 ժամ ասի, որ не виновата я, он сам пришел, այդ Նիկոլի վրա բաները ուղի, չէ, այդ սլակները ասի, ինքը դե սենց որոշեց, մենք էլ ինչ անենք, էլի ովեշ մենք փալան, հա, այնտեղ պատերազմ են անում, տակը դրել են Դոնբասի ինքնորոշման իրավունքը, իսկ ստեղ какой-то Նիկոլ այնտեղ ասեց սա Ադրբեջանն ա ուղերջ, ռուսները սենց հանձնվեցին, ձեռները բարձրացրեցին, նո դա հեքիաթ է։ Բայց այդ հեքիաթը ինչի է անհրաժեշտ։ Ռուսաստանում ապրում են հայեր, ռուսական իշխանությունները չեն ուզում այդ հայերի աչքերում Երևան դավաճան։ Այսինքն իրենք այնտեղ պարտավոր են, չէ՞ ասել, որ դա մի պահ պատկերացնենք, որ ճշմարտությունը հետևյալն է, էլի, ենթադրենք Իլխամ Ալիևը X գումար միլիարդ տվեց Պուտինին։ Իթիվս այլ քաղաքական ինչ-որ համաձայնությունների, որ Արցախի վրա կարար տենց բան լիներ, տեղավորվում է ձեր պատկերացումների մեջ։ Ով այլ Իլխամ Ալիևը, բազմաթիվ քրեական գործեր կան Եվրոպայում հարուցված մանր-մունր պատգամավորներին փող են տալի, որ պրոստը լավ խոսան։ Ալիևը, որ սաղ կյանք ապրել է այդ ԿԳԲ-ի գեներալի ընտանիքում, տալ, առնել փող, բերել չամադանով, տանել բան եւ այլն։ Կյանքի իրենց բանը էլի առօրյան։ Ինքը իր պաշտոնի համար, իր ռեժիմի համար 5 միլիարդ խոսքի այդ բանի Լուկաշենկոյի հնչեցրած։ Կտաներ, չէ՞, Պուտինին կդներ սեղանին, կասեր էս Հարաբաղը դուրմ ես։ Չէ՞։ Ֆանտաստիկ բան եմ ասում։ Խոսքի եթե Օբամայի մասին ասենք, կարող է ասենք, չէ, դե Օբաման տենց վրոջը կամ չգիտեմ, Մակրոնը խիպտի տենց բան աներ։ Բայց երբ որ նայում ես Պուտինը ով է, կվերցներ 5 միլիարդ, երկը կվերցներ, նայեք իր ազնիվ աչքերի մեջ, պարզ ընդեղ այդ ամեն ինչ։ Ալիևն են նայեք ով է, կտար, երկը կտար, չէ։ Այսինքն այս տեսականորեն դրսևորումը կոռուպցիայի ազդեցությունը միջազգային հարաբերություններում փաստ է, չէ։ Դա կարող էր, դա գործոն է, որը կարող էր լինել։ Հիմա Հայաստանը դրանից ո՞նց էր պաշտպանված։ Շերժիկը Ռոբերտը ասում են դե մենք հարաբաղցիներեն չենք կարա ծախենք հարաբաղցիներին ամոթը Նիկոլա այդ խնդիրը չուներ ինքը չուներ այդ խնդիրը էլի եւ ունի համոզմունք որ սենց կարելի է գնալ ինչքան կգլորվի էլի միտեղ գլխին կտան ու կտան էլի դա տեսակ է հոգեբանական ինչ որ մարդու տեսակը համընկնում է հայացքները մարդու իր հոգեբանական տեսակը եւ քաղաքական վիճակը եւ հիմա ըստ էության ինչի մասին է խոսքը Պուտինը չի կարա Ռուսաստանի հայերին ասի մենք ծախել ենք Արցախը կարա ասի ազնիվ հելնի ասի գիտեք 5 միլիարդ բերեց կամ x միլիարդ բերեց Ալիևը Ես վերցրեց այդ փողը, ասի դելավ այդ 150,000 հայերը ջան դամ։ Այդ Ռուսաստանի հայերի մեծ մասը, զգալի մասը, արմատներով Արցախից են։ Իրենք ժամանակին չէ, Չարդախլու գյուղը այդպես ծախեցին, 300 գեներալ կա այդ յուղից այդ ինչքան է այնտեղ վերնախավում Ռուսաստանի մինչև հիմա հավատարիմ ծառայող բան ռեժիմին եւ մյուս
բայց ստեղ ակնհայտ է որ ուրեմն պիտի մեղավոր ով լիներ իհարկե Փաշինյանը եւ պիտի ձևավորվեր այդ բանը որ արևմուտք ով է ում մյուսը Փաշինյանի հետիկունքում ով է կանգնած արևմուտքը այսինքն մեթոդը լոգիկի մենք գալիս ենք նրան որ այլ մոդել չէր կարող քարոզչական լիներ կա Փաշինյան արևմուտքի հետ ռուսական տեսակետը որոնք որ ծախեցին Ղարաբաղը մենք չենք ծախե իսկ հիմա տեսեք պայքար է գնում ռուսական կուրացիայի տակ գտնվող այս մարդիկ պայքարում են ռուսական կուրացիայի տակ աննախադեպ են գործչի համար որը որ եւ փող բերեց Ռուսաստանին եւ պաշտոնյաներին եւ հələ հարցը այդ փողը Հայաստան եկավ ֆրած թե ինչ եղավ որովհետեւ կոռուպցիայի մեջ փողը ինչ դեր ունի կուրգավայը պարուկը բոլորը պիտի պատասխանատվության մեջ ներառված լինեն մեկը վաղը չելնի գնա ցուցմունք տա ասի սենց է եղել սենց է եղել ամեն մեկը պիտի մեջը քրեական բան ունի ոնց որ հանցագործները չէ այդ բանը կա որ 5-6 հոգով ամեն մեկը խփում են բանին այդ զոհին որ հետո որևէ մեկին չկարողանան մեջից դուրս անեն ասեն դու չես մասնակցել այս սպանությանը բոլորն էլ դառնում են համա մասնակից եւ այստեղ այս վիճակում սա շատ երկար ժամանակ Հայաստանում ծածանվող այսպես ասած այդ մեդիաներով բաներով պատկերը Եվրոպամետ Նիկոլ ռուսամետ մնացած բոլորը եւ այլն ես այդ ամեն ինչին չեմ հավատում Պարոն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ընտրություններից հետո քաղաքականությամբ զբաղվող օլիգարխներ եւ նախկին նախագահներ չպետք է լինեն։ Կիսում եք այս տեսակետը։ Այսինքն իրենք ինչ պիտի լինեն։ Նկատի ունի, որ օլիգարխը չպիտի քաղաքականությամբ զբաղվի, նախկիններին ընդհանրաբար վերադարձ չպիտի լինի իր ասելով։ Չգիտեմ, խի ազատությունը հրապարակեց հոդված 15% հնայի Հայաստանի պատկանում է 15 ընտանիքին հիմա մի հատ հասկանանք Նիկոլ Փաշինյանի ասածը ինքը ինչ նկատի ունի ինքը նկատի ունի Հայաստանում այնպիսի սեփականության դասավորություն որ խոշոր սեփականատերերը այլևս չեն կարողանա ազդել քաղաքական process-ների վրա դա նկատի ունի դրա համար 8 տարվա մեջ ինքը այսպես ոչ մի բան չի արել եթե 20% Զանգեզուրում վերցնել հա այդ բանում մոլիբդենի գործը էտա դրանով են հա սահմանափակել խոշոր սեփականատերերի դա անլուրջ է պարզապես հենց այնց խոսակցությունը քաղաքագիտության մեջ սեփականությունը բազիսը սեփականության շահերը մասնավոր շահերը բազիսն են որի վրա կառուցվում է քաղաքական այսպես ասած կառույցը դա կնհայտ է Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում ինքը ասում է որ բազիսը Հայաստանում էլ նշանակություն չի ունենա ինքը կառուցելու է ինչ Բաշար Ասադի նման ռեժիմ հա Ну, որ կողմից նայենք անլուրջ է։ Սա լուրջ խնդիր է իրականում։ Լավ, օլիգարխիան սահմանափակեց իր քրեական այդ դրսևորումները, մենք կարանք արձանագրենք այս հաջողությունը այսօրվա փուլում։ Բայց օլիգարխիան իր խաղի կանոններն են այդպես։ Իր ջանքերը պետությունը իր հսկողության տակ պահելու չի դադարացնի։ Դա քաղաքական, ну, այսպես ասեմ, ռազմավարական, տևական գործողությունների շարքի ծրագիրը ոնց բերել նրան, որ երկրում բալանս լինի, խոշոր սեփականատերերի, միջին սեփականատերերի միջև եւ քաղաքական համակարգը դա արտահայտի։ Քաղաքական համակարգում օլիգարխները միշտ կունենան իրենց կուսակցությունները, այսօր դիմացը բան չկա։ Այսօր չկա միջին խավի կուսակցություն, չի ստացվում Հայաստանում կառուցել։ Միջին խավի շահերը պաշտպանող կուսակցություն չկան գործիչներ, ինչ որ նախաձեռնություններ, որոնք որ փորձում են ինչ որ մի բան անել, այսպես ասած, հիմնվելով միջին խավի վրա, բայց այդպիսի կուսակցություն, որ դնենք
կողքի, հա, այս խոշոր օլիգարխիկ կուսակցությունների հետ չկա։ Մենք հիմա տեսանք Սամվել Կարապետյանը 3 ամսվա մեջ կուսակցություն ստեղծեց, չէ՞։ Օլիգարխիայի համար Հայաստանում կուսակցություն ստեղծելը, ադմինիստրատիվ ինչ որ մի հատ sense գործողություններ արին, всё, пожалуйста, կուսակցությունը դե դրացա։ Ու parza շահերն է պաշտպանում։ Բանի դեպքում միջին խավը միավորելու, միջին խավը այսպես քաջալերելու, որտեղ միջին խավը մեզ մոտ սենց է, մինչև հիմա վախենում են մարդիկ։ Հնազանդ են, իծնե։ Օլիգարխներն են հնազանդ, բայց այնտեղ մի քիչ ուրիշ level է, էլի։ Բայց մենք էլի նիկոլիզմին ենք գալի, այդ երևույթին, էլի։ Հնազանդվելու։ Հա, հնազանդվելը, ուժի արչև խոնարհվելը, դա փրկություն է թե ոչ։ Նիկոլ Փաշինյանի խոսքերը նաև պիտի լինի այդ Կարապետյանի, Ծառուկյանի բանի համար, որպես զգուշացում, որ իրենց հետ կարող են վաղը ոնց ասես վարվել։ Եվ եթե այսպես ասած իրենք հիմա իրենց խելոք չպահեն։ Ես բայց հարցեր ունեմ, օրինակ ձեր կարծիքով այդ պահն էր, հա, որ պիտի օդանավակայանը 40 տարով հետաձգեին, երկարաձգեին, հա։ Կամ այդ նույն Սամվել Կարապետյանի որ վաղը առաջարկեն հեծը հետ վերադարձնեն, ինչ կլինի։ Գերսրել են խնդիր են ստեղծել, վաղը ասեն հետ ենք տալի։ Սամվել Կարապետյանը պիտի ասի հեծը ձեզ ու գնա առաջ։ Տարբերակ է, ինքը հրապարակային այդպես ասել։ Գայիկ Ծառուկյան, մենք ինչի քաղաքացիական շարժումները համարում ենք ավելի ուժեղ, որովհետև օլիգարխիան կորցնելու բան ունի։ Շատ հեշտ է ազդել խոշոր սեփականատիրոջ վրա։ Օրինակ 50,000, 100,000 փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների վրա ավելի դժվար է ազդել 50,000 հատ պիտի ինչ որ մի հատ կնոպկաս խմես, ասես սրանց, քան 15 խոշոր օլիգարխի վրա, որտեղ 15 անգամ պիտի ընդամենը կնոպկաս խմես։ Չէ՞։ Դա կնհայտ տրամաբանություն է եւ մենք միշտ այդ տեսակետից էինք եւ կյանքը նաեւ են 14 թվականի օրինակը դրա մասին էր, որ հանրային պատկերացումների մեջ ուժեղ տղերք են, բան են, SNN-ն հեսասեն զերով խփեն սեղանին հարց կլուծեն եւ այլն, իրականում այդպես չի։ Հակառակը, մի հատ զերով սեղանին դիմացինը խփում է, իրենք բան են ելնում, էլի, որտեվ իրենց այսպես ասած համար այդ կորցնելը ամեն ինչ իրենք հասկանում են դա ինչ է։ Երբ նախորդ տարի այս ժամանակահատվածում պետդեպը Մեղրիի վերաբերյալ փաստաթղթեր այսպես հրապարակեց, դուք նշել եք, որ այս ամենը Նիկոլ Փաշինյանի ստերը բացահայտելու համար է արվում։ Սակայն օգոստոսին, երբ Թրամփի ուղու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվեց, շատերը ասում են, որ դա նույն միջանցքն է, այսպես ավելի գեղեցիկ, ավելի ուրիշ փաթեթավորմամբ։ Դուք որքանով եք կիսում այս տեսակետը։ Դա տարբեր բաներ են։ Մեղրիի միջանցքը դա խաղաղ կարգավորման առաջարկ էր, իսկ տրիպը դա ներդրումային ծրագիր է։ Տրիպը ես որակավորում եմ որպես սատկած էշից նալերը հանելու ամերիկյան այս Տրամփի մարաջորական այդ բան դրսևորում։ Տրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իմպերիա է, իմպերիալիստական մոտեցումով աշխարհին մոտենալու, որտեղ կարանք թալանենք, թալանելու ենք։ Սա չի խախտում Հայաստանի ինքնիշխանությունը Թրամփի ուղին նկատի ունեմ։ Սա Մանավանդ 74-26 Հայաստանի եթե իրականություն դառնա, ստացվելու է Հայաստանի դա կոչվում է կաբալային գործարքներ։ Դա Հայաստանը կբերի բանանային հանրապետությունների շարքին, որովհետև էությունը հետևյալն է։ Տեսեք, թուրքերը եւ ադրբեջանցիները ամեն ինչ անում են, որ Հայաստանը ոչ մի պրոյեկտ չանցնի միջազգային։ Ինչու՞։ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար ուժեղ հարուստ Հայաստան պետք է։ Դա իրենց վատ երազն է, չէ՞, որովհետև իրենք էլ են կոռումպացված ոտից գլուխ, չէ՞։ Եվ իրենք հասկանում են, որ եթե հայերի ձեռը մեծ փող եղավ,
իրենց Թուրքիայի գլխին ինչ ուզում ես կբերեն, Ադրբեջանի գլխին ինչ ուզում ես կբերեն, то есть այդ ազգերը ճանաչում ազատություն չեն ճանաչում, իրենք ճանաչում են զենքի ուժը, փողի ուժը։ Եվ հարուստ Հայաստան հաստատ ոչ Թուրքիային, ոչ Ադրբեջանին պետք չի։ Հայկական քրեական օլիգարխիան այդ առումով տեղավորվում է այն պատկերացումների մեջ, որը որ Թուրքիան եւ Ադրբեջանը ուզում են Հայաստանում տեսնել։ Զրկել Հայաստանը իր ընդերքից, իր ռեսուրսներից, իր հնարավորություններից օգուտներ ստանալ։ Ակնհայտ է դառնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար կարևոր հանգամանք։ Հիմա տեսեք, իրենց համար փորը գցավար, որ այդ տրանզիտը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև, ես համարում եմ, որ Չինաստան, Մինաստան, գեոպրոյեկտներ այդ օթը մաքսիմում ինչ կարող է բեռնափոխադրում լինել, հիմա կա, չէ, Վրաստանով։ Կեսը դրա ենթադրենք։ Հիմա կա ճանապարհ, որով անցնում է X տոննա բեռ։ Բացեցին երկրորդ ճանապարհը։ Խոմ նոր բեռներ չեն ծնվի։ Այս եղած բեռների ենթադրենք կեսը եկավ ստեղ։ Մենք հիմա շատ այսպես շռայլ պրոգնոզ արեցինք, որովհետև 1%-ն էլ դժվար թե գա, բայց ենթադրենք օգտագործելով պետական լծակները եւ այլն, Ադրբեջանը ինչ որ հիմա ուղարկում է Թուրքիա բանով, Վրաստանով զուտ պետական որոշումով ուղարկեց Նախիջևանով։ Ու թող լինի դա կեսը։ Հա? Այդ մաքսիմումն է, ինչ մոտակա տարիներին կարելի է ակնկալել այդ բեռնափոխադրումից։ Ինքը չի աճի ինչ որ թրճկաձև եւ այլն։ Իրենք տեսնում են, որ այդ դեպքում կստացի, որ այն ինչ որ հիմա Վրաստանը 1.5 միլիարդ տարեկան ինքը տրանզիտից աշխատում, ենթադրենք Հայաստանը ինչ որ 500-600 միլիոն դոլար փող կարա ակնկալի։ Խի ակնկալի։ Մենք մեր ձեռով տանք Հայաստանին փող։ Եվ Հայաստանի վզին փաթաթեցին այնպիսի տարբերակ, որ իրենց կապը լինելու է, չէ, տրանզիտը լինելու է, նո Ադրբեջան Նախիջևան անխոչնդոտ կապ, բնականաբար առանց մաքսերի, առանց ինչ որ բանի, իսկ ենթադրենք Թուրքիայից դեպի, չգիտեմ, Միջին Ասիա, ինչ որ տրանզիտի համար պիտի իրենք վճարեն եւ այլն եւ այլն։ Այդ այսպես ասած գումարներից Հայաստանը կստանա նվազագույն մասը, չէ։ Այսինքն իրենք այդ երբ որ պետությունը շռայլորեն, տեսեք, օդանավակայանին հետ վերադառնամ։ Այսօր օդանավակայանի ըստ բանաձևի իրենց շահույթը տարեկան 20-25 միլիոն դոլար է։ 40 տարվա մեջ այդ ինչքան կկազմի։ 1 միլիարդ, չէ։ 1 միլիարդ դոլարի մուտք անհատույց հրաժարվեց պետությունը, անհատույց տվեց կոնցեսիոներին։ Չէ։ Խի շատ են այդ միլիարդները Հայաստանի մոտ, այնց շռայլորեն բաժանում է։ Ուզում է անվտանգության երաշխիք է մեզ համար թրիփ ասում է Նիկոլ Փաշինյանը։ Մի հատ sense մոդել պատկերացրեք։ Ենթադրենք Թուրքիան եւ Ադրբեջանը բլոկադայի մեջ են վերցնում թրիփը, չեն ուղարկում բաներ, որովհետեւ հիմա քանի հատ ճանապարհ ունեն։ Իրանով ճանապարհ ունեն Ադրբեջանից Թուրքիա։ Վրաստանով ունեն, էսի երրորդն է, չէ՞ լինելու։ Այսինքն նենց չի, որ էքսկլյուզիվ է կամ բան։ Ու ամերիկացիները մի տարի, 5 տարի, 6 տարի հետո վաճառելու են, չէ՞։ Ու չի բացառվում, որ օրինակ ադրբեջանական։ Իսկ բացի Ադրբեջանից ով պիտի առնի Ավստրալիան։ Չէ՞։ Այսինքն այդ նենց ի սկզբանե հիմար իդեա է թոս փչելու համար մարդկանց աչքերին, որ այսպես ասած ասինք, դրինք, անունը դրինք տրիփ, բան, Տրամփի ուղի եւ այլն, էլի։ Դա քարոզչական զրացող քարոզչական բան է, էլի։ Ոչ թե գործնական պրոյեկտ, որը որ ոնց ասեմ, կողմերին ինչ որ բան կարող է բերել։ Եթե նպատակը Հայաստանին զրկելներ տրանզիտի ապագա հնարավոր եկամուտներից հնարավորինը զրկել, այդ նպատակը ֆիքսեցին թղթի վրա։
Հայաստանը հրաժարվեց 76%-ից այդ հնարավոր տրանզիտային մուտքերից Ադրբեջան, Թուրքիա բեռնափոխադրումների, նավթ, գազ, ամեն ինչ, էլի, ինչ կուզենան։ Դրանից էսա։ Առհասարակ այդ պայմանագիրը դրա մասին հրապարակային ասել եմ անարդար պայմանագիր է։ Վաշինգտոնում կնքված այդ նախաստորագրված պայմանագիրը ըստ միջազգային իրավունքի պետք է պարունակել կետ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հանձնում են Արցախի կարգավիճակի հարցը միջազգային դատարան։ Ինչու՞։ ՄԱԿ-ի կանոնադրությամբ իհարկե նախատեսված է դեպք, որ եթե կողմերը ինչ որ մի ձևաչափի շրջանակում չեն կարող գտնել լուծում, ապա դիմում են այլ ձևաչափի։ Չէր կարա նախատեսված չլներ, տրամաբանական է, չէ՞, այդ կոնվենցիայի մեջ։ Կոնվենցիան խաղաղ կարգավորման մասին ինչ պիտի ՄԱԿ-ի կանոնադրությունը դրա մասին է, որ եթե մի ձևաչափով չի ստացվում, այլ ձևաչափի անց եւ հիմնականում դատարան իրավական կողմ ունի, չէ՞, այդ վեճը Ադրբեջանը ասում է, Ալիևը ասում է, չունեք ինքնորոշման իրավունք։ Մենք ասում ենք կա ինքնորոշման իրավունք։ Համոզված է Ալիևը իր ասացի մեջ։ Ինչ վախ ունի դատարանից։ Այսինքն պիտի խնդիրը խաղաղ կարգավորման այդ խաղաղության պայմանագրի անպայման պարունակեր կետ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայն են Արցախի կարգավիճակի հարցը հանձնել դատարան։ Որից հետո Մինսկի խումբը լուծարում են։ Ու դե դառնում է սա օքեյ։ Բայց իրենք այլ կետ են մտցնում, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հայցերը հետ կվերցնեն։ Առհասարակ այդ կետը ստանդարտ լինում է խաղաղության պայմանագրերի մեջ, բայց դա չի կարող վերաբերվել այն դեպքին, որ առնչվում է զանգվածային մարդու իրավունքների խախտման հետ, մարդկության դեմ հանցագործության հետ, էթնիկ զտման հետ։ Այսինքն նման հայց, որ խաղաղության պայմանագրի պարտակել մարդու իրավունքների խախտում, պարտակել մարդկության դեմ հանցագործություն, առոչինչ է։ Իրավաբանները, ովքեր որ սարքում են այդ պայմանագիրը, կողմերին դա բացատրում են, որ մենք սենց գրում ենք, բայց դուք պիտի մեդիաներով, ամեն ինչով այդ փուչիկը փչեք, որ ոչ մի տեղից դուրս չգա այդ հանգամանքը, որ իրականում այս պայմանագիրը սրա համար է, որպեսզի Ալիևը չենթարկվի քրեական պատասխանատվության։ Իսկ այդ պայմանագիրը կազմելու համար այսպես ասած պարքևը տրիպը արեք ձեզ ամերիկացիներ 76% դուք ունենաք հիմա պարզա փողը մենք կտանք տրիպի համար փողը դե Ադրբեջանից պիտի ինչ որ վերցնեն կամ Թուրքիայից պիտի ինչ որ վերցնեն սխեմաներով էլի ֆինանսական ով պիտի այնտեղ փող տնի այդ չոլում ճանապարհ արկելու համար բնական է իրանք եկամուտը պիտի ստանան ամերիկացիները դա զգում եք կոռուպցիայի այսպես ժամանակակից ձևեր էլի ինչպիսին են էլի իսկ Փաշինյանին էլ ասում են մենք էլ քեզ կօգնենք ընտրություններում գանք ասենք բաց այդ աջակցում են օրինակ ԱՄՆ փոխնախագահ Վենսը Ոչակերան ասաց որ աջակցում են գործարքի մեջ ամեն մեկը իր բանն ունի չէ Պարոն Ղուկասյան 21-ի քարոզարշավի ժամանակ դուք ասում եք որ մինչև տարեվերջ Հայաստանն եւ Ֆրանսիան կկնքեն ռազմաքաղաքական պայմանագիր ինչու անցած 5 տարիների ընթացքում դա տեղի չունեցավ որտեվ ես չընտրվեցի ձեր ընտրության դեպքում ես դա տեխնացու էի վարչապետի Մակրոնը նույնիսկ Հայաստան բայց Հայաստանը կնքեց նման մի բան էլի դա այդքան շատ քննարկվում էր այդ ժամանակահատվածում կյանքի իրողություն կյանքը հաստատեց որ Հայաստանը եւ Ֆրանսիան ունեն ռազմական համագործակցություն տեսեք 21 թվականի ընտրությունները ինչի մասին էին 21 թվականի ընտրությունները հետեւյալի մասին էին Հայաստանի ապագա անվտանգության համակարգ Ռուսաստանը մեր դաշնակիցը չի արդարության պայքարի գաղափարի հարցում ակնհայտ դարձավ դա բոլորիս հիմա ոնց կառուցենք մեր ապագան Նիկոլ Փաշինյանը բերեց դրեց նո այդ ժամանակ չէ հիմա ժողովրդի առաջ ասում է հրաժարվենք այդ պայքարից խոնարհվենք Ադրբեջանի եւ Թուրքիայի արչեւ պահպանենք Ռուսաստանի հետ հարաբերությունները Եվրոպայի հետ ինչքան կարանք զարգացնենք
Իրանի հետ էլ զարգացնենք, Չինաստանի հետ էլ զարգացնենք, այլ մոլորակայիններ կան իրենց հետ էլ զարգացնենք, բոլորի հետ զարգացնենք, էլի սաղի արչև խոնարհվենք կամ ինչ, в общем, որտեղ որ մեզ խիստ բան ասեն, մենք ասենք, ձեր ասած նա եւ այլն, էլի։ Մեր կոնցեպցիան էսա, ապրելու, գոյատևելու եւ այլն, էլի։ Այստեղ սա է բանը, էլի, գլխավոր հարցը, որ գիծնապետությունը ընտրում։ 21 թվականին այդ հարցի պատասխանը ես ասացի, երկրում մոլորակի վրա կա մի պետություն, որը կարող է դառնալ Հայաստանի դաշնակիցը Հայաստանի արդարության պայքարի համար հարցում։ Դա Ֆրանսիան է։ Ինչու՞։ Ոչ մեկին Ֆրանսիայում չեմ ճանաչում։ Մի գետ մարդ չեմ ճանաչում իրենց քաղաքական գործիչներից։ Բայց տեսել եմ սենատի բանաձևը։ Տեսել եմ իրենց ազգային ժողովի բանաձևը։ Տեսել եմ իրենց բոլոր կուսակցությունների կողմից ընդունած հռչակագիրը, որոնք որ վերաբերվում են Արցախին։ Ոչ մեկին չճանաչելով, նայելով իրենց գործունեության արդյունքին, պարզ է դառնում, որ այդ երկրում բոլոր կուսակցությունները աջ ձախ, այն ուլտրա չգիտեմ ինչ, լեպեն, մեպեն, սկսած ես իմ ումով այդ կարեջրի սիրահարներ եւ մյուս եւ այլն, բոլորը համամիտ են մեր ազգային հարցերի պաշտպանության հետ։ Արցախի հարցի հետ, միջազգային ցեղասպանության ճանաչման հետ։ Եվ 21 թվականին ես մատով ցույց տվեցի, ասեցի, այս պետությունը, որը որ կարա լինի մեզ դաշնակից։ Եվ ծրագիրը, որը որ ես առաջարկում եմ, հետեւյալն էր։ 22 թվականին մենք կարանք հապկը 5 տարի մեկ երկարաձգվում, չերկարաձգենք։ Ոչ թե մենք դուրս ենք գալիս կամ բան, այլ չենք երկարաձգում։ Վատ է իհարկե Ռուսաստանի համար, բայց իմիջային առումով եւ այլն բոլորին պարզ կլներ։ Մենք կարենք երկարաձգենք այդ համատեղ զորախմբի պայմանագիրը։ Մենք կարենք համատեղ հապկի պայմանագիր։ Եվ տրամաբանորեն, եթե սա չես անում, ապա ինչ, ապա մենք կարող ենք զուգահեռ դրան ստանալ Ֆրանսիայից ռազմատեխնիկական համագործակցություն։ Այս փուլում այդքան եւ կոմպենսացնել այն ինչը որ կորցնում ենք Ռուսաստանի հետ համագործակցությունից։ Սա առարկայական ծրագիր էր հայ ընտրողներին ներկայացրած։ Պարզապես այդ ընտրություններում ենթադրենք, եթե այսպես ասենք, դե հաղորդակները հիմա ռադիոից բերեմ օրինակ, իրենք բոլորը արտադրում են 10 վատ սիգնալ, բայց усилителը ուժեղացուցիչը դա դարձնում է 1 կիլովատ, 5 կիլովատ, 20 կիլովատ, մեր արշավը 10 վատ էր, ելնելով մի շարք պատճառներից։ Այս խոշոր օլիգարխիկ եւ իշխող ուժի արշավները 100 կիլովատ են։ Եվ հանրության համար նման պայմաններում, երբ որ 20 հատ մասնակից կան այդ խոշոր հեռարձակողներ, ես պարտավոր են ընտրողները բոլորին ուշադիր լինեն։ Հիմա չեմ ուզում, պես ասած, ինչ-որ բաներ ասեմ, բայց մեր ժողովրդին տրված էր եւ բացադրությունը եւ ճանապարհը, ինչի պետք է ավարտել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական ոլորտում հարաբերությունները եւ տանել Ֆրանսիայի հետ։ Այսօր առարկայական, եթե Հայաստանը ինչ որ մի ռազմական, այսպես նոր տեխնոլոգիաներ ունեն, գալիս է արևմուտքից, հենց այդ նույն Ֆրանսիայից, Հնդկաստանի հետ այդ ֆրանսիական հրետանու էժան, այսպես ասած, տարբերակը եւ այլն։ Դա ռազմավարական լուծում էր, որը որ կյանքը ստիպում է իրականացնել sense tenants, հա, բայց ինքը այն պայմանագրային դա պետությունների պարտավորություն չի։ Փոխվեց Մակրոնը, փոխվեց Նիկոլը, կարա լինի, կարա չլինի եւ այլն, էլի։ Պարոն Ղուկասյան, եւ ամփոփելով զրույցը վերջում կարճ անդրադառնանք եկեղեցու դեմ այս արշավին, այսպես ասած, շատերը պնդում են, որ ինտենսիվությունը թուլացել է։ Դուք եք մնացած հարցերը ինձ վերաբերող հարցեր եք տալի։ Ինչով եք դա պայմանավորում, այդ թուլացումը ինտենսիվության, այսպես ասած, եւ ձեր կարծիքով արդյոք այս պայքարը կավարտվի եկեղեցու դեմ, թե նոր թափ կստանա, ինչ եք կարծում։
Ну իմ կարծիքը սենց ցինիկ, հա, մոտեցում։ Ինչ տվեց այս ինչ որ դուք ասեցիք պայքար, հա, այդ էժան շոուն Նիկոլ Փաշինյանին։ Ինչ շահեց, էլի։ Ձայներ ստացավ, հարգանք ձեռք բերեց։ Ես նստեցի, ենթադրենք թղթի վրա գրեցի, լավ, Եհովայի վկաների աչքերում Նիկոլ Փաշինյանը հարգանք ձեռք բերեց, հա, սենց թենենց իրեն հարգում էին։ Ձայներ ձեռք բերեց, այդ իրա ձայներն էին, Եհովայի վկաները, կամ, նու, այդ մյուս կրոնական, հա, բաները։ Մարդիկ, ովքեր որ հայ առաքելական եկեղեցուն, այսպես ասած, նու, ընդդիմադիր չասեմ, բայց մի խոսքով հարակից կամ զուգահեռ ինչ-որ կրոնական հոսանքներ են։ Սենց տենենց այդ ձայները իշխանությունները ունեին, առհասարակ կանոն կա, որ ազգային փոքրամասնությունները, կրոնական փոքրամասնությունները միշտ իշխանության կողմնակիցն են, բոլոր պետություններով, դա այդպես է, դա կանոն է, օբյեկտիվ մարդու, այսպես ասած, բանից է, բնությունից է դուրս գալի։ Ես չեմ կարծում, որ այդքան աշխատանք, այդքան թուքումուր, այդքան, նու, ավելի ուտել ու գնալ մեջ վերջում հասկանալ ինչ ստացան, էլի։ Այդ fake պատարակներով, բաներով եւ այլն։ Լիքը մարդ բան եղան, հայտարարվեցին, չէ՞։ Խախանդ ապրում էին այդ եկեղեցիականները։ Ժողովրդի համար ինչ է նշանակում, ենթադրենք, ինչը փոխել եկեղեցու, էլի, պատարակները փոխել, այդ բարենորոգում են անում իրենց հասած կնունքի բանի ժամանակ այդ ծառայությունները մատուցվող, ինչը պիտի փոխվի, էլի, այդ հիմնարկում։ Ուզում եմ ասեմ, այն ինչը որ ժողովրդին front office-ը, չէ, դա կնունք, թաղում, ծնունդ, պատարակ, բան եւ այլ, դա վատ էր մատուցվում ժողովրդին, հիմա պայքարը նրա համար էր, որ ավելի լավ մատուցվի։ Մարդիկ 21-րդ դարում պիտի ինչ-որ ուրիշ բան մտածեին 2000 տարի առաջ, 5 տակարանը 10,000 տարի առաջ, Հիսուսի հումանիստական խոսքը, որի վրա հիմա սաղ աշխարհն է իդեպ կառուցված, էլի, մեր սահմանադրության մեջ որ գրած է մարդը բարձրագույն արժեքը, դա Հիսուսի միտքն է 2000 տարի առաջ արտահայտած։ Հիմա ուզում եմ ասեմ, երբ որ դա արդեն մտել է կյանքի պլատֆորմա եւ մարդկանց մոտ այլ է վերաբերմունքը, չէ, կրոնական բանին, կյանքին եւ մյուս, էլի, ինչն են բարեփոխում։ Ուզում եմ ասեմ, այդտեղ ի սկզբանե երևի խոսքը ձայների մասին էր եւ ինչ որ մեկի խորհուրդը հաշվարկը, որ դա կբերի ձայներ, դա լավ կնայվի Թուրքիայից, Ադրբեջանից, կասեն ինչ լավ է, որ էս հայ հոգեվորականներին այսպես ճնշում ենք, ոնց որ թե Մոսկվան էլ տենց մի տենց շատ բան չի, էլի, այս հարցում եւ այլն։ Այսինքն մի վիճակ է, որը որ նու դա էլ նու թուրքերը շահեցին, լավ, ադրբեջանցիները շահեցին։ Նիկոլը ինչ շահեց։ Եթե մեշոկով փող են տվել, որ ինքը սենց բան անի, հա, ասեմ, նու լոգիկայի մեջ է, փողը տվել են, ինքը գնացել է, ծառայությունը մատուցել է, բայց որպես քաղաքական գործիչ ձայները չէ՞ պիտի հաշվի։ Եկեք հաշվենք, քանի հատ ձայն ավելացավ իր մոտ արդյունքում։ Ես չեմ տեսնում։ Միգուցե իմ ուղեղի, այսպես ասած, մտքի թռիչքը թույլ չի տալիս տեսնել այդ բանը։ Ես համոզված եմ, հա, այդ մարդիկ ուրիշ ձև են նայում։ Իրենք իսկապես լուսնի հակառակ կողմ է, էլի։ Մենք հիմա խոսում ենք տարբեր քաղաքակրթությունների մասին, տարբեր հոգեբանական համակարգերի, փիլիսոփայական համակարգերի մասին։ Ես ծնվել մեծացել եմ ազատության մեջ, հա, ազատության արժեքների պատկերացումների մեջ եւ դա ուզում եմ իմ հայրենիքի իմ ժողովրդի համար, մարդը ծնվել մեծացել է հնազանդության, հա, այդ խոնարհման ես իմ ինչի մեջ եւ ուզում է
որ դա լինի մեր հանրը եւ մենք տարբեր ձևով ենք նայում միգուցե ես ինչպես Սերժիկը կասեր ես սխալ եմ Նիկոլա ճիշտ եւ ինչ մարդկանց դուր եկավ այդ իր այս ամեն ինչ որ մատուցվեց էլի ես մնում եմ իմ կարծիքին որ ոչ ես եմ ճիշտ Նիկոլա սխալ այն ինչը որ իրենք արել են անում են էշությունը միգուցե հասան են կետին որ իրենք էլ սկսում են հասկանալ որ լավ եթե այդ փողի դիմաց էին անում արեցին երևի փողը բրծավ էլ դրա կարիքը չկա կամ էլ ընտրություններ են ասել են մի քիչ ստոպ տվեք որովհետեւ բացասական է էլի Շնորհակալ եմ պարոն Ղուկասյան հետաքրքիր զրույցի համար Իմ հյուրն էր Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանը կհանդիպենք